Քյոչպես բայը և նրա որդի Շուքուրբեկը։ Կիրգիզական հեքիաթ։ Լինում են չեն լինում, հին օրերում երկու բայ են լինում, մեկի անունը Քյոչեր բա է լինում, իսկ մյուսինը Քյոչպես բայ։ Քյոչեր բայը ամեն գարուն իր հոտերը յայլաներն է տանում, իսկ ուշաշնարը վերադառնում էր ձմեռելուն։ Քյոչպես բայը երբեք ոչ միտեղ չէր քոչում և միշտ նույն տեղում էր մնում։ Բայց մի տարի այնպես է լինում, որ Քյոչպես բայի անասունները շրջակա արոտավայրերի խոտը մաքուր ուտում են, և բայը ստիպված է լինում սովոր տեղից քոչելու։ Քյոչպես բայը սկսում է հեռու ճանապարհի պատրաստություն տեսնել։ Նրա կինը, որ քոչվոր կյանքի սովոր չէր, ինչպես պետքն է չի կարողանում բարձել ձիերին և ուղտերին։ Մի հագ բարձում է, նայում մյուսը մոռացել է, մի աման կամ թաս է վերցնում, նայում է պղինձը թողել է, շերեփներն է հավաքում, գդալները մոռանում է տանը։ Հետո նա դեռ արևը չէր ծագել, որ սկսել էր բեռները հավաքել, ու միայն երեկոյան է կարողանում մի կերպ գլուխ հանել։ Եվ Քյոչպես բայը ստիպված է լինում ուշ գիշերով ճամփա ընկնել, երբ արդեն լուսինը դուրս եկած է լինում։ Նրանք գնում են և ահա նրա որդին Շուքուրբեկը ասում է. «Աթա, ես իմ ճանը մոռացա տանը»։ «Ետ գնա տղա ջան», ասում է հայրը, «գնա ու ճանդ բեր»։ Շուքուրբեկը նստում է իր ձին ու արագ դեպի հին իջևանատեղը շտապում։ Բայց ճանապարհին մեկ էլ ձին կանգ է առնում ու տղային ասում է. «Լսիր ինձ, Շուքուրբեկ, դու դեռ չես զգացել էն, ինչ ես եմ զգացել, դեռ չես տեսել էն, ինչ ես եմ տեսել, բայց ես մի բանը իմացիր, ձեր թողած իջևանատեղը գրավել է վհուկ Ժելմոգուզը, հենց որ տեղ հասնենք, ես ձիուց ցած կդառնամ, շնից բարձր, դու էլ մի ուշացրու, վերցրու քո ճանը ու մենք նորից ետ կսլանանք, և մի բան էլ իմացիր, էդ ճանը քեզ ամենադժվար պահին օգնելու է»։ Շուքուրբեկը մոտենում է իջևանատեղին, նայում ու ինչ տեսնի, գետնին մի սարսափելի պառավ է նստած ու աչքը իր ճանից չի կտրում։ «Էնեկե, տուր խնդրում եմ իմ ճանը», աղաչում է տղան։ Որպես պատասխան պառավը փնթփնթում է. «Բան կտար խնդրելու, ինքս էլ հազիվ եմ ոտքիս վրա կանգնում, թե որ նստեմ էլ վեր կենալ չեմ կարող, թե վեր կենամ էլ նստել չեմ կարող, դու ջահել ես, իջիր ձյուց ու ինքդ էլ վերցրու քո ճանը»։ Շուքուրբեկը հասկանում է պառավի խորամանկ միտքը ու ասում է. «Էնեկե, նայիր ժայռին ինչ բու է նստած»։ Պառավը գլուխը թեքում է թե չէ, տղան ձիու վրայից թեքվում է, վերցնում է ճանը ու սլանում առաջ։ Վհուկը ետ է նայում, տեսնում այդ բոլորը ու անմիջապես ընկնում տղայի ետևից։ Ճանապարհին Շուքուրբեկը հանդիպում է մի ծերունու։ Իմանալով, որ վհուկը հետապնդում է տղային, նա ասում է. «Դու դարձիր իմ որդին, և ես քեզ կփրկեմ»։ Տղան վհուկից այնքան էր վախեցել, այնքան, որ առանց մտածելու համաձայնում է դառնալ ծերուկի որդին։ Շուքուրբեկը ծերունու հետ նրա յուրտն է գնում։ Երբ ներս են մտնում, Շուքուրբեկը այնտեղ մի սև շուն է տեսնում, որը իր 3 լակոտների հետ խաղ էր անում։ Լակոտները տղայի դուրը շատ են գալիս, գրկում է ձագերին ու այդպես էլ քնում։ Եվ ահա քնած տեղը մի երազ է տեսնում։ Իբր վհուկ Ժելմոգուզը ընկել է իր ետևից ու գոռում է. «Ես քեզ կուտեմ, ես քեզ կբռնեմ ու կուտեմ»։ Վախեցած Շուքուրբեկը վեր է թռչում տեղից, վերցնում է շան լակոտներին և մոռանալով, որ ձիով է եկել, ոտքերում ինչքան ուժ ուներ փախչում է։ Տղան այսպես մի քանի օր փախչում է ու հալից ընկնում։ Երբ շատ է հոգնում, պառկում է ու քնում, և շատ երկար է քնում։
Նրան արթնացնում են շանձակերը, նրանք դեռ հեռվից առնում են վհուկ շելմոգուզի հոտը, արթնանում է շուքուրբեկը, նայում իր վրան գլուխն ու զգում, որ մինչ քնած էր, մեծացել հասակ է առել ու մի լավ քաշ հավաքել, դարձել է մի ուժեղ ջիգիթ, լակոտներն էլ մեծացել ու հսկա շներ են դարձել, և շուքուրբեկը շներին անուններ է դնում, մեծի անունը դնում է զգոն, միջնեկինը տեսնող, իսկ փոքրինը լսող, հենց որ վհուկը մոտենում է, շուքուրբեկը 3 շներին էլ նրա վրա է բաց թողնում, և ահա պառավը սկսում է խնդրել ջիգիթին. Ետ կանչիր քո շներին, արի բարի շենք, կուզես ապրիր իմ տանը, քեզ համար գնա որսի, թռչուն կենդանի խփի, թե կուզես հորդ մոտ կգնաս, նրա նոր բնակատեղին, շուքուրբեկը հավատում է պառավին, խղճում և շներին ետ է կանչում, և սկսում է վհուկի մոտ ապրելը, ամեն օր շուքուրբեկը իր 3 շների հետ գնում էր որսի, և ամեն անգամ մեծ որսով գալիս տուն, օրերից մի օր պառավը նրան ասում է. Գնում ես գնում որսի, բայց ամեն ինչ շներն են քեզ համար անում, իսկ ինքդ ոչինչ բռնել չես կարողանում, եթե իսկական որսորդ ես, շներին տանը թող ու մենակ գնա, ես կապացուցեմ, որ առանց շների էլ կարող եմ որս անել, հպարտ պատասխանում է ջիգիթը, և նա մենակ է լեռները որսի գնում, շատ թռչուն ու կենդանի է խփում, և փամփուշտները վերջանում են, հենց այն է շուքուրբեկը պատրաստվում է գնալ տուն, մեկ էլ նկատում է, որ պառավը ընկել է իր ետևից, այստեղ շուքուրբեկը հիշում է իր ձիու ասածները, այն կախարդական ճանի մասին, նա ճանը գետնին է գցում ու ասում, մի հսկա ու մեծ բարդի դարձիր, ճանը անմիջապես մի հսկա բարդի է դառնում, ջիգիթը բարձրանում է ծառը ու նստում նրա ամենաբարձր ճյուղին, պառավը հասնում է ծառին ու ինչ տեսնի, շատ բարձր է, նա պոկում է իր ատամը, կացին դարձնում, մի ատամ էլ պոկում, սղոց է դարձնում, ու սկսում է կտրել ու ջարդել ծառը, հանկարծ չգիտես որտեղից որտեղ հայտնվում է մի շեկլի կաղվես ու մոտենալով վհուկին ասում է. Վայ բայբաչե, ինչպես տեսնում եմ, արդեն շատ ես հոգնել, մի քիչ պառկիր հանգստացիր, ես քո փոխարեն կաշխատեմ, պառավը շատ է ուրախանում, սղոցն ու կացին աղվեսին է տալիս, իսկ ինքը պառկում է ու խորը քուն մտնում, աղվեսը հենց տեսնում է, որ պառավը քնեց, կամացուկ կացինն ու սղոցը գետն է գցում ու փախչում է, վհուկը արթնանում է ու ոչ սղոցը կա, ոչ էլ կացինը, ոչ էլ աղվեսն է երևում, պառավը շատ է բարկանում, մի ատամ էլ է պոկում, դարձնում էլի կացին, հետո մեկը դարձնում սղոց ու նորից սկսում է կտրել ու ջարդել ծառը, մեկ էլ որտեղից որտեղ գալիս է մի սպիտակ աղվես, ու վհուկին ասում է. Վայ բայբիչե, դու տարիքդ առած կին ես, այդպիսի աշխատանքը քո ուժի բանը չի, նստիր հանգստացիր, իսկ ես քո փոխարեն կաշխատեմ, չէ, պատասխանում է պառավը, չեմ ուզում, քեզնից առաջ մի շեկլի կաղվես հայտնվեց ու ինձ խաբեց, դեռ սղոցն ու կացինն էլ գցեց ջուրը, թե որ դու էլ խաբես, բերնումը սեղած ատամներս հերիք չեն անի, որ նոր սղոց ու կացին սարքեմ, գնա քո օգնությունը ինձ իսկի պետք էլ չի, ես ինքս ծառը կկտրեմ, այսպես նեղանում է սպիտակ աղվեսը ու դառնում այսպես է ասում պառավին, գիտես ինչ բայբիչե, դու պառավությունից խելքդ բոլորովին կորցրել ես, ոնց չգիտես, որ շեկլի կաղվեսները միշտ էլ խորամանկ են լինում, ինչ ես կարծում, որն է լավ, սպիտակ աղվեսը, թե շեկը, դե իհարկե սպիտակը ավելի լավն է, համաձայնում է պառավը և հավատալով սպիտակ աղվեսին,
Ձեռքի սղոցն ու կացինը տալիս է նրան, իսկ ինքը պառկում է ու նորից խորը քուն մտնում։ Մինչ պառավը քնած է լինում, սպիտակ աղվեսը կացինն ու սղոցը գցում է գետը ու նորից փախչում է։ Հենց այդ ժամանակ բարդու վերևով մի ագռավ էր թռչում։ Շուքուրբեկը ցածր ձայնով, որ պառավը հանկարծ չլսի, խնդրում է ագռավին. «Թանկագին իմ ագռավ, թռիր վհուկի տունը ու լուր տուր իմ շներին, պատմիր, թե ինչ դժբախտության մեջ եմ ընկել»։ Ագռավը անմիջապես թռչում է շների մոտ, պատմում, թե նրանց տերը ինչ դժբախտության մեջ է հիմա։ Դու մի ասա, պառավը շներին ամուր կապել էր ծառից։ Լսելով, որ Շուքուրբեկը դժվար դրության մեջ է, նրանք արմատից պոկում են ծառը ու օգնության են շտապում իրենց տիրոջը։ Շները հասնում են բարդուն, հարձակվում են պառավի վրա, բռնում են նրան ու նետում ջուրը։ Ջիգիթը իջնում է ծառից, նորից ճան է դարձնում ու սկսում է իր շներին սպասել։ Շուտով շները պառավին խեղդելուց հետո ջրից դուրս են գալիս և Շուքուրբեկը նրանց հետ վերադառնում է ծերունու, իր հոգեհոր մոտ։ Այստեղ Շուքուրբեկը ծերունուն հրաժեշտ է տալիս, թամբում է իր ձին, շներին հետը վերցնում ու գնում է իր հարազատ հորը, Քյոչպեզբային փնտրելու։ Տափաստանով գնում է, մեկ էլ հանկարծ հեռվում մի այլ է տեսնում։ Այդտեղ էլ իր հոտի կողքին Շուքուրբեկը տեսնում է մի հովվի։ «Էս ինչ այլ է», հարցնում է Ջիգիթը հովիվին։ «Ավելի լավ է մի հարցրու», պատասխանում է հովիվը։ «Քո դիմաց Քյոչպեզբայի այլն է։ Նա կյանքում չէր քոչել, բայց մի քանի տարի առաջ նրա անասունները մաքուր մաքրեցին բոլոր արոտավայրերի խոտը ու մեջները սով ընկավ։ Քյոչպեզբայը ստիպված քոչեց հայրենի տեղերից։ Նա մեկուճար մի տղա ուներ։ Ահա ճամփին այդ տղան հիշում է, որ հին բնակատեղում մոռացել է իր ճանը ու ետ է գնում։ Այդ օրվանից Շուքուրբեկը կորչում է ու կորչում, իսկ Քյոչպեզբայը կարծում է, որ տղան չար պատահարի զոհ է գնացել։ Հենց այսօր էլ խեղճ Քյոչպեզբայը իր տղայի հոգեհացն է տալիս։ Շուքուրբեկը ծիծաղում է. «Վազիր Քյոչպեզբայի մոտ ու նրանից աչքալուսանք պահանջիր, ասա, որ վերադառնում է իր կորած Շուքուրբեկը»։ Հովիվը ուրախացած օդն է շպրտում իր տեբետեյը, ավելի վեր է նետում իր ձեռքի մահակը ու վազում այլ։ «Աչքալուսանք, Քյոչպեզբայ, աչքալուսանք», գոռում է նա յուրտ մտնելով։ Քյոչպեզբայը շատ է զարմանում։ «Իմ կորած որդու հոգեհացն եմ տալիս, իսկ դու ուրախ ներս ես ընկել ու դեռ աչքալուսանք ես ուզում», ասում է նա մռայլ։ «Ինչ ուրախանալու բան ունեմ»։ «Աչքալուսանք, աչքալուսանք, Քյոչպեզբայ», առաջվանից ավելի բարձր ու ուրախ գոռում է հովիվը։ «Մարդկանց կանչիր, հոգեհացը դարձրու ուրախ քեֆ, քո որդին Շուքուրբեկը վերադարձել է»։ Այսպես ուրախանում է Քյոչպեզբայը, աշխարհով մեկ է լինում, վազում է որդուն ընդառաջ և տխուր հոգեհացի փոխարեն յուրտում մի ուրախ քեֆ է սկսվում, իսկ հովվին ուրախ լուրի համար առատ ու առատ նվերներ են տալիս։